Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության մասին է, վաղուց չեմ արել, ոնց որ թե, պահեք ցանկություն, 4 տարբեր ցանկություններ, նույնը մի պահեք, եթե ընդհանուր մեկ հարց ունեք, լավ կլինի մեկը պահեք, մնացածը ուղղակի նայեք, մի ֆիքսվեք դրա վրա, որովհետև մյուսը կարող է լինել, մյուսը չլինել, Նամա լավ կլինի հստակ ֆիքսվեք ինչ-որ մի թվի վրա, հետո նոր։ Եթե չեք կենտրոնանում հիմա, կարող եք կանգնեցնել այս պահին, կենտրոնանալ որոշ թվի վրա, հետո նոր վերադառնալ։ Եվ ընդհանրապես ալիքում շատ կան ցանկության վերաբերյալ տեսանյութ, կարող եք նաև նայել, որովհետև արդեն մոռացած կլինեք, այնտեղ ինչ էր կատարվում, եւ կարող եք պահել ցանկություն, դրանք եւս ակտուալ են։ Հուսով եմ կենտրոնացաք։ Ահա։ Հուսով եմ պահեցիք, ես կնայեմ արդեն առաջին տարբերակը։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Նախորդ անգամ կարծես թե երկու տարբերակում էլ անկավ աստղը։ Մի փոքր նայեք, ընդամենը մեկ քարտի տարբերություն է։ Մի փոքր է հեռու, ոնց որ ասում են շուտով կլինի ձեր ցանկությունը, բայց այս պահին դեռ ժամանակը չի։ Եթե ձեր ցանկությունը կա մնացած քարտերում, հա, որոնք որ ընկել են, ապա այդ ցանկությունը մի փոքր կուշանա։ Եթե չկա, ուրեմն դեռևս ձեր ցանկության ժամանակը չէ։ Իրականանալու, այսինքն ժամանակը չէ դեռ պետք է սպասեք, կամ ինչ-որ բաներ անեք դրա համար։ Եվ այստեղ նաև սա է։ Ահա, ուրեմն առաջին տարբերակում գումար, եթե պահել եք գումար կստանաք, ապա այո, կստանաք, բայց եւս հա մի փոքր ուշ պետք է հասկանաք, հանգիստ, հանգստանաք, պարկեք, քնեք, նորմալ, հա, այն որ գիտեք որ առօրյան աշխատանքի չեք, դա եւս հա ինչ որ ժամանակ է պետք, դեռ ոչ հիմա, գնաք հանգստի, հենց հանգստանալու եւս ոչ հիմա, հեռախոս կամ գնեք կամ ձեզ նվիրեն Եվ իհարկե այստեղ երեխաների հետ հավաքվեք, ընկերներով հավաքվեք, ուրախանաք, ինչ-որ առիթ ստեղծեք ձեզ համար, դա եւս տեղի կունենա, բայց էլի մի փոքր ուշ։ Ես կարծես թե ոչինչ բաց չեմ թողել, որովհետև շատ կարևոր է, որ պետք է բաց չթողնել։ Կարծես թե ամեն ինչ ասված է։ Պահեք երկրորդ տարբերակը կամ ֆիքսվեք ձեր ցանկության վրա։ Ինչև ես կխառնեմ։ Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։
Ցանկությունը կատարվում է։ Ես արդեն տեսա։ Արդեն ասեմ հիմա։ Նայեք, ցանկությունը կատարվում է, վերջն է ընկել։ Ինչ որ բաներ, հա, ոնց որ գալիս է, միանում է ցանկությունը կատարվելու համար։ Ահա, ուրեմն երկրորդ տարբերակին շնորհավորում եմ, ձեր ցանկությունները իրականացան, նաև կարող եք սեփական բիզնես բացել, նվեր կստանաք, գուցե ծաղիկներ եւս, հա, երկուսն էլ այստեղ կա։ Առողջության վերաբերյալ հավելյալ են, հա, սրանք։ Եվ նոր սեր կամ եթե պահել եք սիրում է արդյոք, հա, սա կրկնակի ասում է ոնց որ այո, այո, մի անհանգստացեք եւ իհարկե բնականաբար ցանկությունները կատարվում են բոլորի։ Ով ինչ ցանկություն որ պահել է, այդ ցանկությունները կատարվում են։ Այսքանը երկրորդ տարբերակի համար, շնորհավորում եմ բոլորիդ։ Նայենք երրորդ տարբերակը, պահեք, ֆիքսվեք ձեր ցանկության վրա։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Ցանկությունը մի փոքր ուշանում է, տեսնում եք, ինչ որ բավականին հեռու են իրարից։ Այն ինչը որ ընկել է, դա մի փոքր ավելի ուշ է, հա, տեղի ունենալու։ Ուրեմն երրորդ տարբերակում այստեղ սիրում են ձեզ, միգուցե այդ արտահայտությունը սիրո ավելի ուշ անեն կամ ավելի ուշ զգաք, որ զգացմունքներ ունի ձեր նկատմամբ։ Նիհարելու հետ կապված, եթե ուզում եք նիհարել, ապա եւս, հա, այստեղ ձեր ցանկությունները կիրականանան, բայց ոնց որ կամ դանդաղ, կամ ավելի ուշ կզգաք այդ նիհարված, հա, նիհարի process-ը։ Եվ բիզնես բացել է։ Եթե ուզում եք բիզնես բացել, ապա դեռևս պետք է սպասեք։ Այսպես թե այնպես Մերկուրին է հետադարձ, ուզեք չուզեք, պետք է սպասեք։ Այսքանը երրորդ տարբերակի համար եւ իհարկե պահեք չորրորդ տարբերակը։ Ֆիքսվեք այդ տարբերակի վրա։ Ինչով խառնեմ։ Կկատարվի արդյոք չորրորդ տարբերակի ցանկությունը։
Ցանկությունը բավականին ուշանում է։ Դեռ պետք է սպասեք այդ ցանկությանը իրականանալու համար, եւ եթե կան, այստեղ, եթե ինչ որ կան դանք, ուրեմն 4-րդ տարբերակում այստեղ ցանկությունը բավականին ուշանում է։ Նույնն էլ սպորտին է վերաբերվում, եթե հաղթանակ եք ուզում, ապա պետք է լավ պարապեք, որովհետև այստեղ հաղթանակը չկա։ Եվ եթե չկա, ապա դա նշանակում է լավ պարապել, դեռևս պետք է պարապեք։ Հեռախոսազանգ, որը շատ կարևոր է, նամակ ստանալ, որը եւս շատ կարևոր է, կարող է նաեւ փաստաթուղթ է դա, ինչ որ սպասում եք, դա եւս մի փոքր կուշանա։ Տունը գնելը, նաև վերանորոգում սկսելը, դա եւս կուշանա, բիզնես սկսելը, եւս մի փոքր ուշ կարող եք սկսել, ծաղիկներ, ստանալ նվեր, դա եւս մի փոքր ուշ։ Եվ իհարկե գործիքները սա, որ ինչ-որ գործեր սկսեք, միգուցե բիզնեսի համար է, նաև դե ընդհանրապես դա վերանորոգում է նշանակում, բայց դե արդեն այնտեղ վերանորոգումը կա, դա գործիքները, որը վերաբերվում է անձամբ ձեր գործերին, որ դուք անեք ձեր գործերը, դա եւս մի փոքր ավելի ուշ կգնեք դրանք։ Այսքանը կարծես թե ոչինչ չեմ վրիպել։ Կարծես թե ոչ։ Միշտ տունը չեմ տեսնում, որովհետև ուրիշ ձևա դիրքը տափակա, լավ չեմ տեսնում միշտ, բայց դե հիմա այս պահին ոնց որ թե ոչինչ չկա։ Այսքանը նաև 4-րդ տարբերակի համար, ընդամենը մեկ տարբերակ էր, որ լիարժեք աստղն ընկավ, եւ շնորհավորում եմ իրենց, շնորհավորում եմ ձեզ, եթե դուք դեռ նայում եք։ Բնականաբար, այնինչ որ ընկնում է, դա եւս կարող է լինել ձեր ցանկությունները մի փոքր ուշ, մի փոքր շուտ, դա արդեն եւ ձեզանից է կախված եւ Աստծուց է կախված, թե դուք ինչի եք պատրաստ այս պահին ձեր ցանկությանը հասնելու համար։ Այսքանը սիրելիներ, թող որ բոլոր ցանկությունները կատարվեն հիմա եւ միշտ։ Լավ եղեք։